Գործունեության գրեթե մեկ տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ոչ միայն շուրջ 1000 ուսանող և մասնագետ է վերապատրաստել, այլ կենտրոնի մասնաշենքի տարբեր հատվածներ զբաղեցրել է ինչպես տեղի, այնպես էլ Երևանից և արտերկրից Գյումրի տեղափոխված շուրջ 20 կազմակերպություն։ Brick Evolution ընկերությունն արդեն 3 ամիս է, իսկ Vidu Apps-ը 4 ամիս է, ինչ գործունեություն են ծավալել տեխնոլոգիական կենտրոնում։ Մեր ընկերությունը ծրագրավորման ընկերություն է, հիմնականում աշխատում ենք մոբայլ և վեբ ապլիքեյշններ պատրաստելով։ Մոբայլը iOS և Android, իսկ վեբը Java և PHP։ Պլանների մեջ մեր մոտ կա 3 սարքավորում, ուրեմն էդի Power Brick-ն, որը պատասխանատալի հոսանքի կառավարման համար, ասենք թե հիմնարկում հոսանքի միացնել, անջատել ժամանակով, Voice Brick-ը, որը մինիատես է իրանից ներկայացնում, ու Sensor Brick, որը դատչիկների կառավարման սիստեմա է։ Skyline Studio-ն ընթացիկ տարվա մարտ ամսից է պաշտոնապես գրանցվել, սակայն տեխնոլոգիական կենտրոնում աշխատում է բացման առաջին իսկ օրվանից։ Մենք նկարահանում ենք երկչափ անիմացիաներ, եռաչափ անիմացիաներ, ինֆոգրաֆիկաներ ենք նկարում, դիզայներական ծառայություններ ենք մատուցում, այսինքն սա այն մուլտիմեդիա լաբորատորիան, որ մենք մի քանի տարի առաջ հիմնել ենք, այդ լաբորատորիայի բազայի հիման վրա մենք կարողացանք արդեն մեր սովորացրած երեխաներին հավաքենք և նման ընկերություն ստեղծենք։ Մեծ է կենտրոնի դերը նորարար ընկերությունների և բիզնես գաղափարների ստեղծման առումով։ Տարբեր ընկերությունների գործունեություն շատ դեպքերում փոխկապակցված է։ Շատ հեշտ, շատ հարմար է, երբ բոլոր ընկերությունները կենտրոնացած են մի շենքի մեջ։ Այսինքն, եթե ինձ ծրագրավորողի ծառայության կարիք կա, ես հեռու չեմ գնում, ուղղակի կողքի դուռն եմ գնում։ Այստեղ վերևը ասենք time production-ն է, եթե մենք վիդեո նկարահանումների կարիքներ ունենք կամ ձայնի կարիք ունենք, ես ընդհանրապես մի հարկ եմ բարձրանում վերև և տղաների հետ համագործակցում ենք։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ամռան ամիսներին կազմակերպվում են նաև դասընթացներ աշակերտների համար, ապահովելով որակյալ կրթություն։ Տարբեր դպրոցներից շուրջ 200 աշակերտ մասնակցել է ամառային դպրոց ծրագրին, որի արդյունքում երեխաները սովորում են վեբ ծրագրավորում և կոդում միջավայրում խաղերի պատրաստում։ Նախատեսված է ինձ բարձր տարիքի երեխաների համար, նպատակն է երեխաներին ծանոթացնել ընդհանուր ծրագրավորման սկզբունքներին, երեխաների մոտ զարգացնում է ալգորիթմական մտածողությունը և հնարավորություն է տալիս երեխաներին
ստեղծագործաբար մոդենալ խաղացող երեխայից ուղղել դեպի խաղ ստեղծող երեխա։ Խաղեր ենք ստեղծում այնպես ենք անում, որ կարող մեզ ռոբոտը շարժվի, ես պատրաստել եմ խաղ, այդտեղ կա մի ռոբոտ և դրա համար հատուկ գծեր եմ ստեղծել, որի վրա այնպես եմ արել, որ դրա վրա նա կարող է շարժվել։ Նշված դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ կզարգանա թիմով աշխատելու, ինչպես նաև գործարար ծրագրեր իրականացնելու հմտություն։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։